Hello, hola, bonjour, privet, բարև։ Ինձ դուր ցանկացած հարց դեպի Հայաստան ճանապարհորդելու վերաբերյալ։ Բարև, ուր կարող եմ այցելել Հայաստանում 2 օրվա ընթացքում։ Առաջին օրը Երևան, Հանրապետության հրապարակ, Մատենադարան, Կասկադ, իսկ երեկոյան Վերնիսաժ։ Երկրորդ օրը Գառնուտաճար եւ Գեղարդ վանական համալիր։ Բնության գրկում հանգստի դեպքում։ Առաջին օրը Սևանա լիճ, Սևանա վանք, Լճապնյա գյուղեր։ Երկրորդ օրը Դիլիջան, Հին քաղաք, Դիլիջանի ազգային պարկ։ Ներկայացրեք ձեր հետաքրքրությունները, պատմություն, բնություն, խոհանոց եւ ես ձեզ համար կկազմեմ համապատասխան ծրագիր։ Տեսարժան վայրերից մինչև տեղական առաջարկ։ Մոբի կոնսիերջն է Հայաստանի AI ճանապարհորդական նոր օգնականը, որը հասանելի է Armenia.travel կայքում։ Տուրիզմի կոմիտեի օֆիցիալ կայքն է, այս ներքևում էս մեր կոճակն է ստեղ։ Սենց ինքը բարևում է, փորձելով հասկացնել օգտատիրոջը, որ տարբեր լեզուներով կարելի է իր հետ շփվել։ Քանի որ AI-ը ինքը ոչ մի լեզվային բարիեր չունի, ցանկացած լեզվով օգտագործողը կարող է հարցեր տա։ Չաթբոտը կարող է զբոսաշրջիկին օգնել տարբեր հարցերում։ Հիմնական թեմաներից այնա, որ որտեղ գնալ, ինչ անել, ինչ որ իվենտներ, տեղեր, հետաքրքիր վայրեր, պատմություն նաև, մշակութային առանձնահատկություններ։ Ստարտափի հիմնադիրը նշում է, խոսակցությունները կարողանում են մշտադիտարկել, վերլուծել, գտնել առկա խնդիրները, դրանք լուծելու եւ ծրագիրը բարելավելու համար։ Պլատֆորման նենց է սարքած, որ իրան տրամադրվող ինչ-որ ինֆորմացիա ինքը վերցնում որպես բազա եւ նաեւ օգտվում է ինտերնետի եւ իր գիտելիքներից, երբ որ յուզերը հարց է տալիս, որպես պրիորիտետ վերցվում է այն ինչ որ մենք ենք տվել իրան, նաեւ օգտվում է ուրիշ իստոչնիկներից։ Ինչպես պետք է օտարերկրացիները տեղեկանան այս բոտի մասին, զբոսաշրջության կոմիտեից տեղեկացնում են։ Զբոսաշրջային վայրերում, որտեղ հնարավոր լինի, QR-ներ կտեղադրվեն կոմիտեի պաշտոնական կայքի տեսանելիությունը բարձրացնելու նպատակով։ Եվ արդեն այցելելով մեր կայք, հնարավոր կլինի անմիջապես զրուցել արհեստական բանականության հետ։ Ներկայում փորձում են հասկանալ, թե ծրագիրը տարբեր հարցերի ինչպես է պատասխանում, անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կատարելու համար։ Կոմիտեի նախագահի խոսքով փորձում են զբոսաշրջությունը թվայնացնել։ ՄԱԿ-ի տվյալներով զբոսաշրջիկների միայն 5%-ն է դիմում ընկերությունների կամ անձանց ճանապարհորդությունը կազմակերպելու համար։ 95%-ը ինքնուրույն է պլանավորում իր հանգիստը։ Զբոսաշրջության կոմիտեն նաև շուտով կունենա իր առանձին թվային գործիքը, մեր կայքը, որտեղ կհայտնվեն զբոսաշրջային մյուս բոլոր սուբյեկտները, հյուրանոցները, հյուրատները, ավտոբուսները, գիդերը եւ զբոսաշրջիկը եւ ինչու՞ չէ, սովորական քաղաքացիները նույնպես հնարավորություն կունենալ տեղեկանալու, թե ինչպիսի զբոսաշրջային ծառայություններ կան մեր երկրում։ Հնարավոր կլինի նաև բալային համակարգով գնահատել զբոսաշրջային սուբյեկտներին։ Տրամաբանությունը լինելու է ավտոմեքենաների բալային համակարգի սկզբունքով, երբ սկզբից հյուրանոցը կունենա օրինակ ենթադրենք 20 բալ եւ տարվա ընթացքում իր մատուցած ծառայությունների հիման վրա ստացված բողոքների կամ վարչական ակտերի հիման վրա կսկսեն այդ բալերը նվազեցնել։ Եվ այսպես հնարավոր կլինի նպաստել ծառայությունների որակի բարելավմանը։ Լիանա Խաչատուրյան, Ռաֆիկ Սողոմոնյան, Լուրեր։